Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սուքիասյան։ Բարև ձեզ։ Պարոն Սուքիասյան, երեք ձերբակալվեց Մայր աթոռի ոչ ավել ոչ պակաս դիվանապետ Աշակ Խաչատրյանը ու թվում էր թե այլևս ոչ մի բան չի զարմացնի հայտնված հայտնի տեսանյութից հետո համացանցում տեղ գտած, բայց կարծես թե շարունակվում է այս շարքը հանրությանը նաև զարմացնելու առումով եւ գործը կապ ունի թմրանյութի ապօրինի իրացման հետ։ Ընդհանուր առմամբ եթե հետևում եք process-ներին, ինչ է տեղի ունենում հիմա, չասեմ եկեղեցու շուրջ, այս անհատների շուրջ։ Սրանք իրավական գործընթացներ են թե սպասել, որ շուտով նաև քաղբանտարկյալ հայտարարվի Աշակ Խաչատրյանը, որովհետև գիտեք ընդդիմությունը արդեն Աջապահյանին եւ Գալստանյանին որպես կարկառուն քաղբանտարկյալներ է ներկայացնում։ Հարցը այն գլոբալ, հետո գանք մասնավորին։ Մենք մեր դարերի հարցերը, դարերի խնդիրները պիտի քննենք ու լուծենք։ Սրանք դարերից կուտակված խնդիրներ են, բացասական կուտակումով խնդիրներ են, բացասական էներգիայով, բացասական փորձով կուտակված խնդիրներ են։ Հիմա մենք եկել ենք պետականաշինության գործընթաց ենք սկսել, նախաձեռնել, որովհետև մենք մինչև այդ պետականաշինություն չի եղել, իր համար ձեռի այդ պետություններ էլի, հայությունն էլ իր համար ապրում են։ Մենք հիմա նոր է դրվում պետականաշինության հարց եւ այս խնդիրները գլուխ են բարձրացնում։ Բարձվում է դարից կուտակված եկեղեցու խնդրեմ կա։ Բարձվում է դարից կուտակված կրթության խնդրեմ կա։ Ոչ միայն որ կրթությունը վատն է, այլ կրթության դասավանդման փիլիսոփայությունն է վատը։ Պատմագիտական միտքն է վատը, ոչ մի բան չի սպասարկում, որ պետություն առաջանա։ Սպասարկում է յոլա գնալուն, սպասարկում է այլ պետության մեջ անվտանգություն որոնելու փիլիսոփայությանը, բայց ոչ երբեք սեփական պետություն ունենալու իդեալը։ Հիմա այսօր այդ խնդիրներից մեկը մենք դե լուծելով գալիս ենք, դժվար, իհարկե, որտեղ դրանք հեշտ հարցեր չեն լուծելը։ Բայց այսօր մի շատ կարևոր ինստիտուտի ենք մենք բախվել, որն է մեր եկեղեցին, որը եւս մեզնից վաղուց հեռացել է, եկեղեցին, չասենք, մեր եկեղեցու ղեկավար դասը, եկեղեցուն հեծնել հեռացել է մեզնից։ Դա դարերի խնդրեմ ունի, ներկային չի։ Այս ներկայինը այդ հետողորմյան է դարերի, հիմա մենք եկել ենք, որ մենք սա պետք է ազատագրենք, պարզապես նկատենք, որ ինքը շատ ամուր կառույց է, հեշտ չի իրեն արագ մաքրելը։ Ինքը աշխարհով ինստիտուտներ ունի, չէ՞, մեր եկեղեցիները հայությունը ոնց է։ Ինքնապահպանության բնազդը մեջ չկա, որտեղ գնաց, որ երկիր գնաց, եկեղեցին կառուցում է, հավաքվում է կողքը, չէ՞։ Դրանք բոլորը մեր եկեղեցու ինստիտուտներն են, չէ՞։ Այդտեղ կա իրենց մարդիկ ներդրած են, աղբեր ընկեր եւ այլն։ Ինքը շատ փակ կառույց է։ Բարձում է նաև մաֆիոս կառույց է դարձել, այն որ գործակալական ցանցն է, էդ էլ հետը գլխավորապես այդ։ Եթե մարդիկ գործակալական աշխարհայացքով արքաբանությամբ են, դառնում են նաև անօրեն կյանքով ապրող մարդիկ, սկսում է մաֆիոզանալ, սկսում են ուրիշ բաներով զբաղվել, չէ՞։ Այսինքն ինքը շատ է այլասերվել մեր եկեղեցու ղեկավար դասի մի հատվածը, բայց նաև ագրեսիվ է վարքով, որտեղ նախ գործակալ է մի մասը, որովհետև անօրեն վարքի հակում ունի, օրինական պետություն չեն ընդունում, իրենց համար հասկանալի չի ինչ է դա, եկեղեցու գերակայության բանը կա, սինդրոմը կա, մի քիչ օբյեկտիվ է այդ գերակայությունը, բայց օբյեկտիվ է ժամանակավոր իմաստով, ասենք, հա, պետություն չի եղել, եկեղեցին ստիպված պետության ֆունկցիա է վրան վերցրել, սրանք գիտեն, այտենց էլ կա, բայց դա ժամանակավոր հարց է, էլի։ Հիմա բայց այդ հուշով էլ այտենց ապրում են, գերակայության բան էլ կա, հոգեբանություն կա մեջտեղը, քշում են պետության դեմ, բախվել են պետությանը եւ նաեւ մեր ժողովրդին, բայց այն հուսով, որ կկարողանա եկեղեցու հեղինակությունը օգտագործել,
հուզականություն բորբոքել եւ քշել պետության դեմ, դա չի ստացվում։ Հիմա աստիճանաբար այդ կառույցի ղեկավար դասը փլվում է մեր աչքի առաջ։ Կաթողիկոսի գահին հեծնածը ընդհանրապես հեղինակազրկվել է, իր միջավայրն է արդեն պետությունը մաքրում, դիվանապետ, միվանապետ բանես է, արդեն գնում եպիսկոպոսների մի հատված կա, որը դուրս է եկել դրանց դեմ, որ առիթ եմ ունեցել ասելու, էլի եմ ասելու։ Ես վստահ եմ, որ ԿԿԲ-ից հրաման կա մի հատվածի, որ նեղանան այս կաթողիկոսից, որպես սրբեր։ Կարող է իհարկե այս նեղացածների մեջ էլ իհարկե մարդիկ օբյեկտիվորեն եկել են այն գիտակցության, որ դե լավ ինչքան կարելի է։ Բայց մի հատված էլ կա, կարող է ԿԿԲ-ից հրաման կա, որ դուք նեղացեք, որ վաղը միսօր ձեր նեղացածների միջից մեկին սղացնենք։ Ուզում եմ ուշադիր լինել։ Այսինքն այս մարդու շուրջ դատարկվում է հիմա եւ ինքը հստակության ոչինչ անել չի կարող, քան հրաժարական տալն է։ Բայց քանի որ բաներ կա, պարտականություններ կա վզին դրած, այդ պարտականություններն է որ չի թողում որ հեռանա։ Որոնք են այդ պարտականությունները, պարոն Սուքիասյան, ինչի է սպասում Գարեգին բան, երեք էլ Մարսելում էր, Ֆրանսիայում էր, այդպես հանրությունը իրեն ընդունեց անամոթ հեռացիր վանկարկումներով։ Այսինքն, էլ ինչ է պետք, որ Գարեգին բան հեռանա, դուք էլ ասացիք, ներսում արդեն եպիսկոպոսներն են ընդվզում, դրսում հանրությունը, այդ պահանջը արդեն գեներացված է տևական ժամանակ, ինչի է սպասում, ում է սպասում։ Այո, դրսում եպիսկոպոսներ, հանրություն, վերևն էլ Աստվածն էլ իրենից նեղացել, բայց նա քանի որ անաստված մարդիկ են, գործակալներ են, եթե ուղիղ չէ, վարքով իրենք այդպեսին են հաստատ։ Պետք է համառեն, որտեվ իրենք պետք է նկատի ունեն, որ այս մարդիկ ինքնուրույն մարդիկ չեն, ինքնուրույն լինեն, ենթադրել է կարող է գային գիտակցության, ասել լավ դա էլի։ Շարս քաշեմ գնամ էլի, ոչ եկեղեցու հետ կապ ունեմ, ոչ կապ եմ ունեցել, ոչ իմ ժողովրդի հետ կապ ունեմ, ոչ քրիստոնեության հետ կապ ունեմ, ամբողջ աշխարհն իմ դեմն է, շարը քաշել գնալ էլի։ Ինքը գար կդիմեր ղեկավարությանը, կասեր ձև գտեք, ինձ հանեք, ես թողնեմ գնամ էլի, բայց հավանաբար պարտականություն ունի, են հյուսիսի սրանց թիկունքում սառը շնչում են, որ հələ տեղները թլը միջը վերջ, որտեվ իրենք դիմանան որ այն ինչ հարստություն իրենք կուտակել են, այն ցոփ շվա այդ կյանքով որ իրենք ապրել են հակաքրիստոնեգես քաթից բերելու է այդ ԿԿԲ-ն։ Բերելու է իրենց քաթի։ Մինչև վերջ հոգիներով բարոյապես մարշելու է։ Այլ դե վայելեք։ Ձեր եկեղեցու, այո, իրենք ախր իրենք չեն, ինք չի հասկանում, ինքը ով էր որ պետք է գար այդ պաշտոնին։ Ինքը արժանի է որ դա առնար։ Արժանի է ինքը եղել որ դա դարձրել են, չէ՞, բայց դարձել են ինչի համար։ Հա, այս քեզ էս դիվիդենդները, չէ՞, այս բանը, այս տեղյակները, ստեղծես լավ կապրես շվա այդ կյանքով, բայց դուք ծառայեք։ Ծառայեք դե իմ հոգիներդ հանելու է։ Մինչև վերջ պետք է բարոյապես մարշի շփրտի, միջև գնա, բայց դե ինչ ասեմ, կգնա։ Արծե չի, երբ կգնա 5 օր հետո գնա, գնալու է այդ հաստատ է։ Եվ մենք մի շատ կարևոր գործընթացի մեջ ենք, մենք վերադարձնում ենք մեզ համար մի շատ կարևոր ինստիտուտ, մեր եկեղեցին, որը մեր փիլիսոփայությունն է, մեր եկեղեցին, քրիստոնեական փիլիսոփայությունը, քրիստոնեական դավանանքն է, մեր ճարտարապետությունն է եկեղեցին, մեր երաժշտությունն է, կոմիտասն է, դա գիտեք ինչ հարստություն է, որտեվ մանավանդ այն ժողովուրդները, որոնք իրենց կրոնին եկեղեցուն կպած են, շատ արագ են զարգանում, շատ արագ են ոգեղենություն ստանում, շատ պետությունների մոդեռնիզացիայի փորձի մեջ, որոնք մեր նման են եղել, ասենք նախկինում եղել են փտած, հետո մոդեռնիզացիա, արագ զարգացման փուլ են մտել, կրոնական տարը հետ միշտ եղել է, իրենց կապել են, կամ մեկը կապել է իր մշակույթին, մեկը կոնֆուցիականությունն է գրկել, մեկը քրիստոնեությունն է գրկել, իրենց մշակույթը գրկել են, գնացել են առաջ, մեր եկեղեցին մեզ շատ է պետք, ոգեղենություն տալու եւ շատ այլ բաների համար։ Դե ապես ինչ ասեմ, մենք այս գործընթացը կանենք, թե երբ կստացվի, դա էլ տեսնենք։
Պարոն Սուքասյան, տեսակետ կա, որ կաթողիկոսը ժամանակ է ձգում, այսպես ժամանակ է շահում մինչև 2026 թվականի ընտրություններ խորհրդարանական, որովհետև ակնկալիքներ եւ հույսեր ունի, որ որոշ ուժեր կգան եւ այս օրակարգը այլևս ակտուալ չի լինի։ Նախ դուք ինչ եք կարծում եւ նաեւ եպիսկոպոսների հետ վարչապետի հայտնի հանդիպումից հետո եպիսկոպոսները հայտարարեցին, որ վարչապետը պատրաստ է ընդունել նաեւ ամենայն հայոց կաթողիկոսին, որպեսզի քննի այդ ճանապարհային քարտեզը նրա հանգստի գնալու հետ կապված։ Բայց մենք տեսնում ենք, որ այս առումով էլ կաթողիկոսը կարծես թե մեծահոգություն չի դրսևորում եւ մերժում է այդ առաջարկը։ Էլի, քանի որ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ ուզում է գործընթացը անցնցում լինի, ինչ է կարծում, կաթողիկոսը չի կիսում այդ տեսակետը, որ պետք է գործընթացը անցնցում եւ խաղաղ եղանակով հասցնել որևէ հանգուցալուծման։ Չգիտեմ, այդ մարդկանց գլխում ինչ կա ով իմանալ։ Այդ մարդկանց վարքը պետք է հասկանալով KGB-ի վարքը, բայց նրանց վարքը հասկանալ շատ դժվար է, որտեղ այս մարդիկ կառավարվում են։ Այս մարդը, որ ուզում է ձգի մինչև հանդիսությունը, պարզ է հիմա, դրա մասին մենք շատ ենք խոսել։ Նպատակը իր մնալը չի։ Կարող է նույնիսկ ընտրություններ լինի, հետո ենթադրենք իր երազնել լինի հեղաշրջում ռուսական, ինչ ասես ենթադրենք, եթե լինի, ինքը էլի չի մնալու։ Ինքը պետք է իմանա, որ ինքը մաշված ֆիգուր է, բայց նպատակը որն է՝ ձգել իրեն լեշը պահել մինչև ընտրությունները, որպեսզի այդ պարագայում իր հեղինակությունը մի քիչ կարգավորվի։ Հայաստանի մինչ հեղափոխական անցյալի դերակատարները կհեծնեն իր վրա, որտեղ կստացվի, որ պետությունը բախվեց, այս մարդուն չկարողացավ հանի։ Այդ դեպքում իր հեղինակությունը մեծանում է, չեղաստեղից։ Ընկնում է մեր իշխանության հեղինակությունը։ Այս ռուսական ռևանշիզմը մինչ հեղափոխական անցյալը մոբիլիզանում է եկեղեցու շուրջ, գրովում է պետության դեմ։ Այսինքն իրենց նպատակը դա է, որ հեղինակազրկել process-ը, իշխանություն, մեզ եւ այլն, կբարձրանա այս մարդու հեղինակությունը, կհավաքվեն իրեն շուրջ, կշեն պետության վրա որպես հեղաշրջման հնարավոր տարբերակ։ Էս է նպատակը, էս է ես կարծում եմ հյուսիսից սրան ներշնչած գաղափարը, դրա համար ինքը ֆունկցիա ունի չգնալու։ Ոչ թե չի ուզում, կարող է չուզի էլ, բայց ինձ թվում է, եթե ինքնուրույն մարդ լինի, կուզենա էլի, որտեվ այսքան ում վրա թքես մարես, չասի շարս քաշեմ թողնեմ գնամ, չեմ հավատում էլի, այդքան բարոյապես մաշված հո չեն, չես կարող է տենց էլ կա, բայց ինքը ֆունկցիա կա, այդ մարդու վրա ֆունկցիա կա չգնալու։ Մինչև կհասկանա, որ էլ շանս չունի պետությունը վզից բռնելու է շփատի դուրս, իստում է դա տարբերակ։ Պարոն Սուքասյան, իսկ հյուսիսում են կտրված իրականությունից, թե թեկուզ անձամբ Գարեգին բնել է կտրված իրականությունից, որովհետև իրականությունը լրիվ այլ բանի մասին է, եւ նաեւ ասացիք, որ ժամանակ է շահում, որ հեղինակությունը հնարավոր է այդ ընթացքում բարձրանա։ Այլևս շանս հույս կա, որ այս մարդկանց հեղինակությունը կբարձրանա, էլի եմ ասում, վերջին զարգացումները մեղմ ասած այնքան էլ չկա, իմ ասած այդ չի, որ կբարձրանա, բայց եթե ինքը ձգում է մինչև ընտրություններ, ստացվում է, մենք գնում ենք ընտրությունների չփոխած մեր եկեղեցու ղեկավար դասը, ես ստացվում եմ process-ը, որը մենք նախաձեռնել ենք, տապալվել է։ Չի տապալվել, բայց հետո մենք պետք է սկսենք բացատրել ինչի չեղավ։ Տատուս արև, պապուս արև, հետո կանենք բան, չէ, այսիստեղ արդեն ենք հեղինակության հարց ունենք իշխանությունն հետը։ Համար այս դեպքում ինքը ավտոմատ բան է դառնում, այտենց լիդերի կարգավիճակ է ստանում, որը մեզ ձեռնտու չի։ Իհարկե էդ էլ հատուկ մեծ հարց չի լուծելու, բայց ամեն դեպքում դա հնարավորություն է, որպեսզի ռևանշիզմը սրա շուրջ հավաքվի սանուգերով պետության դեմ։ Իսկ Ռուսաստանը հասկանում է, թե չէ, գիտեք ոնց է, նրանք քո հասկանալով չեն աշխատում, դա համառ պետություն է, համառ է։ Մեզ լավ գիտի, հիմա իհարկե զարմացած է, որովհետև այս ինչ որ տեսնում է, ինքը 200 տարի լրիվ ուրիշ հայություն է տեսել։ Այսօր լրիվ ուրիշ հայություն է, հասկանալի չէ, հայություն ինչ է անում։ Ինքը գիտի հայությունը ռուսասիրությամբ պետք է տառապի, ինքը գիտի, որ հայությանը ինքը պետք է փորը տա, բայց հետո հայությունը պետք է հասկանա, թե ինքը հայությանը փորը տվել, հետո նորից վերադառնա ռուսների գիրկը։ Հանկարծ այսօրվա հայությունը այդպես չի մտածում։ Իհարկե մի հատված կա մտածում է դեռևս համառորեն։
Այդ պետությունը համառ պետություն, ինքը աշխատում, ինքը օգնել չգիտի։ Ինքը ինչքան պետք է ձեր կյանքը կուտի, ինչքան պետք է ձեր ներվերը կուտի, պետք է 100 տարի կանի, պետք է 30 տարի կանի։ Ինքը այդպեսին է, ինքը մեզի զյան չի տալու, ինքը երբ յան կտա այստեղից, երբ որ իր բացիլները այստեղից մենք հանենք։ Հիմա մենք այդ բացիլներն ենք անում, իր ներկայության բացիլները, որից մեկը կրկնում է մեր եկեղեցին է։ Իրենք մեր եկեղեցին 200 տարի կառավարում են։ Կառավարում են նաև եկեղեցով ամբողջ աշխարհի հայությանը։ Ամբողջ աշխարհի հայության մոտ ռուսասիրություններ դնելով, չէ՞։ Բա աշխարհի հայության, Սփյուռքի հայության ռեսուրսը ինչքան մեծ է։ Այդ մարը մի հատված կա ռուսասեր է հələ, չգիտես ինչի։ Որտեվ կառավարել են, եկեղեցով կառավարել են։ Բայց դե եթե մենք այս բացիլները հանենք, նաև շատ ուրիշ բաներ, կրթության մեջ ռուսական գերակայությունը հանենք, որովհետև ռուսական գերակայությունը մեր կրթության մեջ կա, անտես է, չի երևում, բայց կա։ Եթե հանենք ինքը այստեղից կգնա վերջնականապես եւ եկա մեզ հետ որպես բարեկամ պետություն համագործակցել։ Բայց քանի որ բացիլները կա, հույս ունի ճնշելու, հələ որ շարունակում է անում։ Լավ, եթե նորից վերադառնանք Աշոտ Խաչատրյանին, պարոն Սուքիասյան, մենք գիտենք, որ եպիսկոպոսների ընդվզումը կաթողիկոսի դեմ եղավ հենց Աշոտ Խաչատրյանի հետ կապված հայտնի տեսանյութը քննելու, Աշոտ Խաչատրյանին տևական ժամանակ եկեղեցուց հեռացնելու մասով կաթողիկոսը անձամբ հայտարարել է, որ եթե Աշոտ Խաչատրյանը գնա, մայրաթորը կկործանվի, եւ հենց այդտեղից սկսվել է արդեն process նաեւ իր դեմ։ Նախ ինչով է պայմանավորված այս չասեմ սերը, բայց կապվածությունը Աշոտ Խաչատրյանի եւ կաթողիկոսի եւ ինչի մասին է խոսում նաեւ Աշոտ Խաչատրյանի ձերբակալությունը։ Մենք կարող ենք որոշակի ենթադրություններ անել, թե հաջորդը ԱԱԾ-ն օրինակ ում հետևից կարող է գնալ։ Չգիտեմ, կարող է։ Այն եպիսկոպոսները ջոկել էին երևի, այն բան կա է, անեկդոտ կա, ասում սրանք մեր տներին են մոտենում։ Երևի ջոկել են, որ այս տներին են մոտենում, արանքը ջոկել ցրվել են եւ դարել են այդտենց ընդդիմադիր սրանց, թող դառնան հարցը չի։ Հիմա այս հաջորդը երևի կաթողիկոսի տներին կարող են մոտենան եւ ճիշտ կանեն, որտեղ մեր ազգային անվտանգությունը ես կարծում դա բոլոր հիմքերը ունի։ Այս մարդու ասածը, որ այս դիվանապետին հանեն մայրաթորը կբրկվի, հեսա մայրաթորը 2000 տարվա պատմություն ունի, արա։ Մայրաթորի ոչ պարսիկներն են կարացել փլցնեն, ոչ թուրքերը, դու հնարավոր է կարողանաս փլցնես, եթե թողեն։ Ինքը նկատի ունի, որ ինքը կփլվի, եթե դիվանապետին տանեք, այ բան է, էլի։ Իր համար խնդիրներ կլինեն, ինքը ճիշտ է, իր համար խնդիրներ կլինեն, ինքը ոնց է հարվածային ուժից զրկվում է, ոնց որ թե, որտեվ դա երևի իր հարվածային ուժն էր, նաև շատ բան կառավարող էր երևի, դա պիտի նկատի ունենանք, դրանք ամեն մեկը մի գործ ղեկավարող են, չէ։ Հիմա այդ հարվածային ուժից ինքը զրկվում է, ինքը հավանաբար կմնա մենակ, այդ հարվածային ուժը հետը չի, կմնա այն դատարկ խոսացող հատվածը, որն էլ աստիճանաբար կարծում եմ իրենք էլ աստիճանաբար կցրվեն կգնան։ Ինքը պիտի նկատի ունենի, ինքը պիտի մի բան լավ վերլուծի։ Դու բախվել ես պետությանը, ակնհայտ չի, որ չեք կարողանում հաղթահարել այդ պետության արգելքը։ Պարզ չի, բայց համառ են, ուղեղների հետ խնդիր կա երևի, չգիտեմ։ Լկտի են այդ մարդիկ, չեն ընդունում պետությունը, ով է բան, ասենք, մարդ չես հասկանում հրա, չեք կողմերի սաղիդ հավաքել են, տարել են արդեն։ Ձեր շրջապատը ձեզնից յան է տվել, չեք հասկանում, որ հաջորդը դուք եք։ Դե կհամարեն հաջորդ անգամ կձերբակալի, ինչը լավ չի։ Ասենք հայտարարվի, որ ասենք կաթողիկոսին ձերբակալել են։ Հլավ բան չի։ Բայց հիմա եթե դուք այդ մարդիկ եք, դուք պետք է իմանաք, որ պետությունը ձեր վերաբերել դոսիներ կունենա, երբ ուզենան ձերբակալեն, ավելի լավ հրաժարական տակ գնաք։ Հայրապետական, վերջին հայրապետական մի անգամ օրհնանքով դիմեք ձեր ժողովրդին, հայտարարեք, որ ստեղծված իրավիճակում ենթադրենք, մի տափակ տեքստ հաստատ կարող չգրեք։ Գրեք, մի տափակ ելույթ ունեցեք, գնացեք զբաղվեք ճգնաժամությամբ։ Չեն անի, ակնհայտ է, որ չեն ուզում անեն, հաջորդ ինքը գնալու է։ Ինքը այլևս չէր կարողանում կառավարել, որտեվ լեգիտիմության ոչ մի գործիք չունի։ Ինքը որպես կաթողիկոս սպառվել է։
Սպա ինքը պարզապես այդ աթոռին դրած է, այդ մարդը ոչ մի կառավարման, ոչ հնարավորություն ունի, ոչ հեղինակություն ունի, ոչ լեգիտիմություն ունի, ոչ գործիք ունի, բան չի մնացել իրեն։ Պարզապես նոմինալ իմաստով հլվոր շարունակում է մնալ այդտեղ այդ հյուսիսի պահանջով, բայց դա էլ ժամանակավոր բան է։ Ինձ թվում է շատ կարճ ժամանակում ինքն էլ է գնալու։ Եթե զրույցի այս հատվածը ամփոփենք, պարոն Սուքիասյան, ամսի 10-ից 12-ը եպիսկոպոսատ ժողով է նախատեսվում, քիչ չեն խոսակցությունները, անգամ Կալանավայրից Գալստանյանը եւ Աջապահյանը հորդորում են կարգալույց անել հիմա էլ 10 եպիսկոպոսներին, որոնք ընդվզել են։ Գիտեք, կարգալույց վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով մեկը կարգալույց է արվում։ Նախ ինչ սպասել այդ եպիսկոպոսատ ժողովից եւ արդյոք այս անգամ էլ կաթողիկոսը կգնա արկածախնդրության եւ կարելի ասել եկեղեցում արդեն գրեթե բոլոր եպիսկոպոսներին, քահանաներին կարգալույց կանեն։ Նախ այդ Գալստանյանը ինքը սառեցված է, չէ։ Ինքը ինչ իրավունք ունի կոչով դիմելու, ասենք որևէ եպիսկոպոսների կարգալույց անել։ Ինքը սառեցված է, ինքը ձայնի իրավունք չունի, չխոսելու իրավունք ունի։ Բայց դա որպես գործակալական ցանցի ենթադրել է դասական ներկայացիչ մտածողությամբ, միգուցե, դա մի անկապ մի բան մախտարի։ Ինչ ուզում են կոչով դիմեն, չդիմեն։ Թող լինի ժողովը, կհասկանանք, չեմ կարող ասել ինչ կլինի։ Էլ եմ ասում, խելք ունեն այդ մարդը, ժողովում կհայտարարի, շնորհակալություն կհայտնի հայ ժողովրդին, իրեն 30 տարի, չգիտեմ, մի քանի տարի է, 20 տարի է, 30 տարի է դիմանալու համար, հայրապետական օրհնանքով կդիմի իր ժողովրդին, Հայաստանյաց առաքելական եկեղեցու շարը քաշի կգնա։ Չի անի եպիսկոպոսատ ժողով կհրավիրեն, ինչ աշխարհաժողով կհրավիրեն, ինչ ուզում են հրավիրեն։ Մեկ է, ինքը գնալու է, 4 օր հետո գնա, 5 օր հետո գնա, կարևոր չի։ Պարոն Սուքիասյան, բայց իրան մնալը ամեն ինչի հետ կապեցիկ ըստ էության, բայց ոչ այն սիրո եւ, չգիտեմ, նվիրվածության հետ։ Միգուցե այդ մարդուն սերն է պահում մայրաթոռում, այդ նվիրվածությունը այդ կաթողիկոսական աթոռին։ Սերը, բայց ինչի նկատմամբ, հա, սերը հակաքրիստոնեական վարքի նկատմամբ, որտեղ ինքը վարքով հակաքրիստոնյա է։ Սերը հակահայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ, հա։ Սերը օտարի ճողորտության նկատմամբ, հա։ Սերը ամեն հակաստվածայինի նկատմամբ, հա։ Այդ ամեն ինչի նկատմամբ իրենք սեր ունեն։ Սերը ամեն աշխարհիկի նկատմամբ, հա։ Բայց ոչ եկեղեցական կյանքի նկատմամբ, ճիշտ է, այդ ամենը իրեն պահում են, որովհետև քանի որ իրենք հակաքրիստոնյա են, այն վարքով, որոնք իրենք ապրում են, շատ գայթակղիչ է իրենց համար, շատ լավ կյանք է, էլի, բայց նաև լինել սուրբ, բայց նաև չլինելով սուրբ, տենց էլի, այդ մարդիկ այդպեսին են, այդ սերերը իրենք ունեն, քանի որ զրկվում են դրանից եւ քանի որ իրենք վարքով աշխարհայացքով հոգեբանության այդպիսի մարդիկ են, դա իրենց համար մեծ ցավ է, մեծ կորուստ է, բայց իրենք էլ իրենց շեղվածություններն էլ մեզ հետաքրքիր է մեր եկեղեցին, մեր դավանանքը, որովհետեւ դա ոչ միայն մեր հարազատն է, մեր եկեղեցի, մեր դավանանքը, այլ ինքը համաշխարհային նշանակություն ունեցող կառույց է մեր եկեղեցին։ Մեր եկեղեցու հեղինակությունը շատ մեծ է աշխարհում։ Այդ սրանք են, որ եկեղեցին մեկուսացել են շատ, փակել են, այլասերել են, կտրել են դրսից, բայց մեր եկեղեցու հեղինակությունը շատ մեծ է աշխարհում։ Հետևաբար սա մեր հարստությունն է եւ այս մեր հարստությունը գտնվում է այս աղքատիկ մտածողությամբ, օտարի ճորտությամբ ապրող մարդկանց ձեռքում, դրա համար մենք մեր եկեղեցին դրանից դերսն ենք։ Եվ պարոն Սուքիասյան, կառավարությունը վերջապես հրապարակեց այդ բանակցային փաստաթղթերը Ղարաբաղյան հարցի շուրջ եղած։ Եվ այստեղ էլ մենք տեսնում ենք այդ հսկայական խզումը, երբ մի կողմից կարծես թե բանակցվել է Մեղրին հանձնելու շուրջ այդ պլանն է եղել, հայտնի նամակը Սերժ Սարգսյանի Վլադիմիր Պուտինին 7 շրջանները վերադարձնելու մասին այս խոսակցությունները եւ բանակցությունները, մյուս կողմից հանրային հասարակական, քաղաքական դիսկուսում լրիվ այլ բան է ներկայացվել հանրությանը, որ մենք ոչ մի թիզական ենք
մինչև հիմա Ռոբերտ Քոչարյանը հիշատակում է, թե ինչքան խաղաղ են եղել իր կառավարման տարիները, ինչ լավ առաջնորդ է եղել ինքը, եւ այսպես շարունակ։ Ինչ հետեւություններ կարող են կանել այս փաստաթղթերը աչքի անցկացնելով եւ արդյոք այդ խզումը իսկապես գալիս է հաստատելու, որ այո, մեկ այլ բան է բանակցվել, մեկ այլ բան է իրողությունը այլ բան է ներկայացվել։ Իհարկե։ Բայց ես ուզում կառավարությանը հարց տալ։ Այդ բանակցային գործընթացը Քոչյանից է չի սկսում։ Քոչյանից առաջ Քոչարյանի ուսուցիչը կա է, այն մի հատ բան կա, 200 տարեկան նախագահ կա։ Իրանից այդ բանակցային գործը, ուր է դրա բանակցային թղթերը, ինչ չեք հրապարակում։ Ասե ես իմ մեղադրանքն է կառավարությանը, որովհետև ոչիրն այնտեղից է սկսում։ Այս երկուսը իր աշակերտներն են։ Պարզապես իր աշակերտները գերազանցել են իրենց ուսուցչին։ Նախ հլը գիտեք ոնց է, պետք է գան այս մարդիկ բան բացատրեն։ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած։ Դուք ինչու եք գնացել համաձայնվել տարածքային ամբողջականություն ազգերի ինքնորոշման իրավունք այս սկզբունքի շուրջ։ Սրանք իրար հակասող սկզբունք են։ Միջազգային իրավունքի սկզբունքներ են, բայց այս երկու սկզբունքը դնում եք իրար կողք, կառաջանում է կոնֆլիկտ։ Դու ինչ ես գնացել այդ բանաձևին համաձայնել։ Թող ինքը հələ գա բացատրի, ինչու եք համաձայնել տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշման իրավունք, երկու իրար հակասող միջազգային իրավունքի սկզբունք։ Ինչու եք համաձայնվել դրա տակ, որտեղ ուրիշ սկզբունքներ էլ կան։ Բայց հա, հետո եկավ էլ մեկը արդեն գործնական գործակալները երևի։ Այս եկավ ասես բանը, Ղարաբաղ որպես Ղարաբաղցի լուրջ տղա, չէ՞։ Ղարաբաղը հան է կրել այս բանակցային գործընթացից, ես կգնամ սաղի տեղը ոնց պետք է իտոգը կտամ, չէ։ 10 տարի բանակցես, որը նայում ես մուտիլովկա է։ Ասել է բան լուրջ տղա է, իբր ասել է ինչ կլի մեղրին տանք ձեզ։ Մեղրին։ Հիմա սրա պետք է Հայաստանի դատանը դատի, ասել արից դալա։ Դու Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների բազարի աճուրդի հանելու ինչ իրավասություն ես ունեցել։ Ով ես դու։ Այս մեկ, էսի սա է արել, այս մեկը բան է արել, անընդհատ հանձնելու մասին բանակցել է, բայց նրանց ուզած չափով չի հանձնել երևի։ Բայց նաև զուգահեռաբար ԿԿԲ-ից ասել է պետությունը կողոպտե կարա, թալանեք, որ երբ որ ժամանակը գա, շարը խցենք բանի վրա, որ դե Ադրբեջանը զինվեց, եկավ տարավ, չէ, տես չի։ Նախ դուք այս բանակի հետ հազար ու մի բաներ եք արել, դուք սպասարկել եք այսօրը, դուք բանակցել եք վատ, ԿԿԲ-ի ուզածով, հանուն Ադրբեջանի, բայց ԿԿԲ-ի ուզածով պետությունները թալանել եք, որպեսզի լինի այսօրը։ Հետո շարը գցեք մեկի վրա, ին վրա, այս վարչապետի վրա, այն մեկի վրա, էլի, այս մարդիկ, ասեն, ինչ ասեմ, սպասարկել են իրենք այսօրը, որովհետև պիտի նկատի ունենանք եւ կամ պիտի որոշում ընդունենք։ Մեզ կառավարել են, թե չէ։ Ես պնդում եմ, որ մենք կառավարվել ենք այս 3 նախ ինչ հեղափոխական անցյալը, դա ռուսական կառավարման մենեջմենտի տակ եղած մարդիկ են եղել։ Կառավարենք, մինչև մի օր այս Ղարաբաղի հարցը իմ ասած բանաձևով կլինի, հետո կասեք դե շանս չունենք, պետք է միանանք Ռուսաստանին։ Նպատակը եղել է Հայաստանը Ռուսաստանին հանձնել։ Ղարաբաղը եղել է գործիք այդ հարցում։ Եվ 3 նախագահներն է, 3-ն էլ սպասարկել են այդ օրը։ Ամեն մեկը իր չափով ոճիր է արել։ Պարզապես այս վերջի երկուսի ոճիրը շատ մեծ է, որտեղ թալանն է շատ, այլասերունն է շատ, չգիտեմ, անգրագիտության տարածումն է շատ, բանակում, համալսարաններում, ամենտեղ ինչ կուզեք, էլի, սրանց ոճիրը շատ ավելի մեծ է։ Բայց այն մեկն էլ է ոճրագործել, դի նկատի ունենանք։ Այսինքն ամեն ինչ շատ ճիշտ է։ Այս մինչ հեղափոխական անցյալը դա մեր պետությունը չի եղել։ Դա եղել է ձևական ատրիբուտներով իբրև թե մերը ինքնիշխանության ձևական ատրիբուտները, բայց ամենից ձևական է։ Դա եղել է ռուսական սյուզերենության պետություն։ Մենք անկախանում ենք հիմա։ Մենք հիմա ենք ինքնիշխանություն ձեռք բերում։ Դժվար, այս դարերի կուտակված վատ փորձով, արնոտ վերքերով, Հայաստանի մարմնից կախված հոգևոր դասով, մինչ հեղափոխական անցյալի դերակատարներով, իրենց սարքած պայմանագրերով, իրենց ամեն ինչով, կախվել են, որպեսզի ազատություն, անկախություն չթողեն։ Բայց տեսնում եք, որ Հայաստանը իր ինքնիշխանությունը գրկած համառորեն գնում է առաջ։
Պարոն Սուքիասյան, գիտեմ, որ Զախարովային մեկնաբանելը լավագույն գործը չէ, բայց կարծես թե գալիս է հաստատելու ձեր ասածը։ Նախ Զախարովան սրտն եղել է, ասում է, որ Երևանը էթիկան խախտել է եւ իրավունք չուներ ՀՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցած այդ բանակցային փաստաթղթերը հրապարակել, ել չեմ խոսում այդ նեղ անձնական նամակների մասին, նկատի ունի Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին, եւ ասում է, որ իրենք Մինսկի խմբի շրջանակներում ամեն ինչ արել են, որ հարցը լուծեն, ուրիշ հարց է, որ կողմերը այդ կամքը չեն ունեցել եւ բաց են թողնվել նաև հնարավորություններ, ասում է փաստաթղթերը ցույց են տալիս, որ այդ հնարավորությունները կային, բաց են թողնվել դրանք, որի մեղավորը էլի իրենք չեն, կողմերն են եւ նրանց չունեցած կամքը։ Այո, դե հա ինչ պետք է անեն։ Դե սրտների, որ ոչիրը բացահայտում են իրենց գործակալների։ Ինքը ոչի չի սրտներում, որ Մինսկի խմբի բանակցային process-ներն եք բան արել, չէ, ինքը ասում է գործակալներից ոչիրները, որ ինձ բաներ են գրել, խեք բացահայտել։ Նախ որին նայում ես նամակ ունի գրած ցարին, մի հատ էլ մի քանի տարի առաջ մի հատ է Զորի Բալայան կար էլի։ Այդ էլ մի հատ այտենց չէ, այտենց զեղում ուներ նամակը Ռուսաց թագավորի։ Մի եշություն էլ դա էլ գրել էլի, այդ էլ այդ կլանի մեջ, բայց ցրված է։ Ծպտուն չկա, բա ոչ մեկի անուն չես լսում, բոլորը կամաց ցվրվել են։ Ինքն էլ էր Ղարաբաղյանը այս այլանդակությունը, այդ կլանի ղեկավարներից մեկն էլ ինքն է։ Ինքն էլ ժամանակին նամակ գրեց, չէ, որ մենք ոչ մի բան ենք, ինքը ասեց ես տաղամարդ չեմ, ես իմով եմ, եկեք ես Ղարաբաղով բանով տա հանձնվենք ձեզ բրծնենք, էլի, ես էլ էտել հայի այդ տեսակն է, էլի։ Մեկը շատ տղամարդ է, մյուսը։ Այո, հա, բայց որին նայում ես, դա տղամարդկության հետ կապ չկա, խոսացածն ու գործը նայում ես։ Իրենք գիտեք ոնց է, իրենք իրենց ուժը պատել է մեր ժողովրդի վրա։ Իրենք դաժան մարդիկ են, այս աղքատ ժողովրդի վրա, ասենք 50 հոգով ախրանիկներով հասեն մի հատ խեղճ մարդ ծեծեն, գնան տնեցիքի մոտ պատեն, թե իրենք ինչքան ուժեղ տղամարդ են։ 50 հոգով մի հոգու ծեծելու մեջ ինչ կարա։ Բայց դուք էձև եք տղամարդ դարել, այդ է ձեր տղամարդկությունը, աղքատացնեք ձեր ժողովրդին, ձեր ժողովրդի աղքատության վրա տղամարդ դառնաք, բայց որիդ նայում ենք, Ալիևից փախածներ եք սաղատ, որիդ նայում ենք, որին Պուտինի տակ պարկածներ եք, այտենց չգիտեմ, հայրական խնդրանքով դիմացներ եք, որպես ցար, դուք էդ եք, այդ է ձեր պատկերը։ Այ ուժեղը հիմիկվա իրականություն է, ձեր իրականությունը պարկած իրականություն է, բայց հա Ռուսաստանը ինչքան մենք ինքնիշխանության սիմպտոմները կուժեղացնենք, այնքան մենք կլսենք Ռուսաստանի կողմից լացեր, այնքան կլսենք մեղադրանքներ, կլսենք ձևական ճշմարտություններով սարքած մխտարոցներ, մեր կյանքը կուտեն, որտեղ դե գիտեն, ասենք մենք այդ ամեն ինչը, մենք իհարկե գիտենք, բայց փաստական է դառնում, ես իրենց ներգրավվածությունը մեր ոչրային կյանքում, ինչ ասեմ, թող լինի, բայց դե ազդեցությունը շատ չանհանգստանանք։ Պարոն Սուքիասյան, այս տղամարդկության մասին խոսակցություններին վերադառնալով, տեսեք, եկեղեցու շրջանակներն էլ որոշ հոգևորականներ, Աջապահյանը, կարծես թե կաթողիկոսն էլ այդ առումով առիթ է ունեցել արտահայտվելու եւ իրենք էլ բացահայտ ասել են վերջին 7 տարիներին գոնե, որ ուզում են տղամարդ առաջնորդ, կարոտել են տղամարդ առաջնորդին եւ չեն էլ թաքցրել իրենց սատարում, այսինքն իրենց մասով էլ տղամարդու մասին պատկերացումները մի քիչ խեղված են, թե իրենք այլ կապ ունեն տղամարդ առաջնորդների հետ։ Չգիտեմ, երևի իրենց այլասերվածությունները ինձ հետաքրքիր չի, բայց իրենք եթե անկեղծ են, մենք դի նկատի ունենք, որ այսօրվա մեր իրականությունը, իշխանությունը, եթե ամբողջությամբ չասենք, անհատների մասին է խոսքը։ Շատ ավելի կազմակերպված, շատ ավելի դուխով մարդիկ են, եթե իրենց տերմինաբանությունը օգտագործեն, քան իրենց երազածը։ Իրենք դուխը հասկանում են սենց դրսի նկատմամբ ճորտ, ներսում գազան սեփական ժողովրդի դեմ։ Իրենք էդ են, այդպեսին է իրենց պատկերացումը տղամարդու մասին, տղամարդու բարոյականության հատկանիշների մասին։ Իրենք եւ հավանաբար նաեւ դաժան են եղել այս մարդիկ։ Եթե իրականում մեր ինչ հեղափոխական անցել են, այս մարդիկ դաժան մարդիկ են։
գնդակարեն սեփական ժողովրդին, աղքատության մեջ ապրեն, ոչ միայն ոչրակորեն, շատ դաժան մարդիկ են սրանց։ Հիմա եթե դուք սրանց ձեր հայ ժողովուրդ տաք, սրանք կհոշոտեն մեր ժողովրդին, կհոշոտեն։ Նախ որտեղ ոխ ունեն, որ հայ ժողովուրդը իրենցից ազատվել է, ոխ, բայց նաև չեն սիրում սեփական ժողովրդին, դրսում թույլ են, դաժան են ներսում։ Սրանք այս տեսակի տղամարդկության կերպարը իրենց այսպիսին է։ Նույնն էլ էս կաթողիկոսն է դրսում բան, թույլ, դաժան, այլասերված սեփական եկեղեցու ներսում են իրեն կարել են, էլի։ Բայց իրենց իմացած տղամարդն էլ, իրենց ունեցած իշխանությունն էլ, իրենք ընդ մեկը կար բանա Ստալինի գովքներ գովում, այսօր ցնդած լինի ոնց որ էլի, իրենք իրենց Ստալինով, Սովետով, ուժեղ, դաժան, թույլ տղամարդ, իրենց սիրով դեպի արտղամարդ, ռադները քաշեն գնան։ Մենք ունենք մեր պետությունը, մեր իշխանությունը, մեր դեմոկրատիան թույլ, բայց ուժեղացող ընթացքում։ Մենք այդ պետությունը կպահենք եւ մեր ժողովրդին ողջեղենություն տվող, մեր ժողովրդի գիտակցումը բարձրացնող ինստիտուտները կվերադարձնենք մեզ։ Պարոն Սուքիասյան, Եվրամիություն Հայաստանի Հանրապետություն գործընկերության ռազմավարական օրակարգը օրերս Բրյուսելում ստորագրվեց, որը նշում է համագործակցության խորացում ամենատարբեր ոլորտներում, ոլորտներից մեկը նաեւ էներգետիկ անվտանգությունն է եւ նաեւ էներգետիկ համագործակցության խորացումը եւ այս առումով էլ չեմ կարող էլի չհիշել Զախարովային։ Զախարովան ասում է Եվրամիությունը վամպիրի նման կծում է բոլորին, որպեսզի բոլորը վերածվեն վամպիրի եւ իրենց արածը ոչ այլ ինչ է, քան ուզում են փչացնել հայ-ռուսական, բարեկամական, ավանդական եւ փոխշահավետ հարաբերությունները։ Ասում է իրենք անգամ իրենց էներգետիկ անվտանգությունը չեն կարողանում ապահովել, ուր մնաց Հայաստանին նման խոստումներ տալ։ Ընդհանրապես, ինչպես ասացի, վամպիրի նման կծում են, որ դուք էլ դառնաք իրենց նման։ Հիմա ինչու է Ռուսաստանին մտահոգում, թե Եվրամիությունը մեզ վամպիրի նման է կծում, թե ինչպես։ Այո, շատ հետաքրքիր հարց է, դա իրենց ինչ գործն է։ Ասենք թող կծի, ենթադրենք ես եմ, ասենք մենք մազոխիստական հակում ունենք, ուզում ենք վամպիրների հետ աշխատել, ձեզ ինչ։ Սա ընդհանրապես, բայց պարզ է, որ այդպես չի իրականում մեր համագործակցությունը Եվրամիության հետ մեզ բերելու է շատ զարգացման հնարավորություններ, տնտեսական գիտելիքի առումով, որտեղ մենք այդ գիտելիքը չունենք։ Մենք ագրարային դարաշրջանի մտածողությամբ ժողովուրդ ենք, օրինակ նորագույն տեխնոլոգիաները, դա մենք հենց նոր ենք հայության մոտ նոր է, նորագույն տեխնոլոգիաների արդյունաբերություն։ Մենք ինչ ենք արտադրում, շենք, մեկը կարտոլ, չէ՞։ Այդ է մեր բիզնես մտածողությունը։ Մենք պետք է շփվենք այդ աշխարհի հետ։ Ռուսաստանն էլ է այդպեսին։ Ռուսաստանը ինչ է, գազ է, նավթ է, ուրիշ բան չկա։ Պարզապես Ռուսաստանը մեզ պահել է իր նման մտածողության մեջ, բայց Ռուսաստանը ռեսուրս ունի այդպես ապելու, մենք չունենք։ Մենք չենք կարող, Ռուսաստանը նայեք ոնց է, նաև կոռուպցիայի ռեսուրս ունի։ Ինքը այդ խնդիրը չունի, մենք չունենք այդ չափով կոռուպցիայի ռեսուրս։ Մեր պետությունը կփլվի։ Ռուսները, ասենք, փողը գողանում են, հետո նավթ հանում են, բերում դնում են տեղը։ Նավթը չլինի, գազը կհանեն, կբերեն, կդնեն տեղը։ Գազը չլինի, անտառը կկտրեն, կբերեն, կդնեն տեղը։ Անտառը չլինի, ինչ ադամանտ կբերեն։ Նա ռեսուրս ունի։ Ռեսուրս ունի վատ ապրելու, ռեսուրս ունի չզարգանալու, որովհետև այնքան ռեսուրս ունի կծախի կուտի։ Մենք չունենք այդ ռեսուրսը։ Մենք Ռուսաստանի նման չենք կարող ապրել։ Ոչ տնտեսական մտածողությամբ, ոչ կաշառքով չեք կարող, եթե դուք շարունակեք այդ ռուսական կոռուպցիան կաշառքը, հանկարծ եթե այդպիսի բան, մենք կփլվենք, մենք չենք դիմանա։ Բայց դրա համար մեզ ինչ է պետք։ Մեզ պետք է եվրոպական մշակույթի նախ մտածողություն, բիզնես մշակույթ, եվրոպական տնտեսական հարաբերություններ, այդ տնտեսական զարգացման ուղղությունները, նրանք մեզ պետք է էլեկտրոնիկա, մեզ պետք է շատ ուրիշ ուղղություններ զարգացնել, էներգետիկ անվտանգություն, որում մենք էներգետիկ անվտանգությունով միայն Եվրամիության միջոցով չենք կարող, մենք ԱՄՆ-ի հետ ունենք ռազմավարական համագործակցություն, մեր էներգետիկ անվտանգության մի բաղադրիչ էլ ԱՄՆ-ն է գլխավոր, չէ՞, հա, մի վամպիր էլ գլխավորը իրենք են, այս վամպիրը նստել է ներշնչին, սա իրենցն է, էներգետիկան իրենցն է, երկաթգիծը նաև, որտեղ ռուսական ներկայությունը, այնտեղ
ռեակցիա է, այնտեղ չզարգացում է, այնտեղ փտած վիճակ է, մեր երկաթ գիծը նա տեսել եք, քվե շատ եմ ասել, 2-3 տարի խոսում են, 4 տարի խոսում են սրա մասին։ Երևան Գյումրի գնացքը տեսել եք, մի քիչ որ արագ վազեք, ավելի արագ կհասնեք, քան այդ գնացքը։ Ինատու դրել են, որ չզարգանաք, աշխարհում այդ բաները տեսել եք, այդ երկաթ գծերը, չինական երկաթ գծերը արդեն 600 կմ/ժ արագություն են զարգացնում, 500 կմ ֆրանսիականները, այս ինչը ասենք, 3 տարում նոր հասնում ես տեղ, որտեղ Ռուսաստանը ներկա է, այնտեղ չզարգացում, այնպես է արվում, չզարգանանք։ Համար մենք պետք է փոխվենք։ Մենք նաև կրթության իմաստով, բիզնես կրթության իմաստով, տնտեսական զարգացվածության իմաստով մենք այստեղից բան չունենք սովորելու։ Թող սովորելու պոտենցիալ ունեն, սովորենք։ Մենք այնտեղից կարանք սովորենք, դա զարգացած աշխարհը այնտեղ է։ Դա մենք Եվրոմիության հետ ինչքան հաղորդի մոտենանք։ Եվ վերջին հարցը պարոն Սուքիասյան, Բլումբերգում հրապարակում եղավ, որ Թուրքիայում ակտիվ քննարկումներ են այն առումով, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում հնարավոր է սահմանը բացել, քանի որ շատ դրական են դիտարկում նաև հայ-ադրբեջանական այս վերջին զարգացումները, խաղաղության պայմանագրի նախաստորագրումը եւ այսպես շարունակ։ Նախ ընդհանուր առմամբ դուք հնարավոր համարում եք 6 ամսվա ժամկետում այդ սահմանը բացվելու մասով, խոսքս ամբողջական բացման մասին է։ Եվ նաև ինչ սպասել հայ-թուրքական հարաբերություններում վերջի շրջանում մենք տեսնում ենք բավական դինամիկ շփումներ, հայտարարություններ լավատեսական թե Թուրքիայի կողմից, թե Հայաստանի կողմից եւ նաեւ կարծես թե Բաքուն այդ առումով արդեն նախանձախնդիր չի վերաբերվում կամ գոնե այդպես է ցույց տալիս։ Դուք ընդհանուր առմամբ այս հարցի շուրջ ձեր դիտարկումները որոնք են։ Դե Թուրքիայի այդ սահմանի բացումը 6 ամիս հետո չգիտեմ երբ է թողնենք, դա դժվար է հասկանալ, որտեղ բազմաթիվ բաներից է կախված։ Այն որ միտումը դրական է, դեպի սահմանները բացելուն ուղղված հնարավորությունները մեծանում են, այդ հաստատ է, որտեղ կան համար պայմաններ կա նախ Ադրբեջանին խաղացնելու process-ը, խաղաղության պայմանագիրը հավանաբար առաջիկայում կկնքվի, այս կոնֆլիկտը դուրս եկավ, իսկ այս խոչընդոտը Թուրքիան այլևս չունի։ Մի շատ կարևոր խոչընդոտ կար, որով Թուրքիան սահմանը փակ էր պահում, որովհետև Հայաստանը չէր ընկալվում որպես ինքնիշխան պետություն, ընկալվում էր որպես Ռուսաստանի կողմից կառավարվող տարածք, ֆորպոստ Թուրքիայի դեմ։ Դրա համար սահմանը փակել էր։ Ես շատ եմ ասել, հիմա էլ եմ ասում, Թուրքիան, Հայաստան-Թուրքիա սահմանը, Հայաստան-Թուրքիա սահման չի դիտարկել։ Դիտարկել է Հայաստան-Ռուսաստան սահման։ Հիմա Հայաստանը այս ինքնիշխանությունն է իրեն վերադարձնում տարբեր տեղերով։ Արդեն Հայաստան-Թուրքիա սահմանին 50%-ով կարծեմ նաև մենք ենք ներկա։ Մյուս երբ որ 100%-ով ներկա կլինենք, արդեն Եվրամիությունը կաշխատի, ԱՄՆ-ին թրիփը կսկսի հեսա աստիճանաբար աշխատել։ Երբ որ մենք ընդհանրապես ռուսերին այստեղից կհանենք, Հայաստան-Թուրքիա սահմանը բացվելու մեծ շանս կունենա, հնարավորություն կունենա։ Այս պահին իրենք դեռևս կշոշափեն, իրենք էլ կհասկանան անկեղծ եք թե չէ ուզում, տակը օտարի հետք կա թե չէ, իրենք էլ են ստուգում, այդ պետությունը պետք է նկատի ունենք, դա դաժան պետություն է, այս չունեն, այն չունեն, բայց պետականաշինության հարցում իրենք ուժեղ են, բաներ կա, պետք է նկատի ունենանք, ոնց որ մենք գիտեք, չէ, մեր մեղադրանքները, տո թուրքով, դա հայկական, դա արևոր մեղադրանք, մեկը մշակույթ չունեն, սրանք ով են, թուրքերս չի դառնում, բայց թուրքերը ասում են, հա ճիշտ է, դա կա, բայց մենք երկու բան լավ ենք սարքում, բանակ եւ պետություն։ Նկատի ունենանք, պետություն լավ են սարքում, նաև իրենք են այստեղ գլխավոր ուժը, Անկարայից նստում են, այտենց շատ բաներ աշների տակ չի երևում, էլի։ Կնայեն, կհասկանան, երբ որ թրիփը կսկսի արդեն կյանքի նշաններ ցույց տալ, մենք այստեղից հայ-թուրքական սահմանից ռուսերին կհանեն, այդ ժամանակ շանս կլինի բացել այդ սահմանը։ Շնորհակալ եմ, պարոն Սուքիասյան։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի հետ, կհանդիպենք։